Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ծննդյան օրվա ուղերձում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ազգային անվտանգությանը եւ հասարակական անտարբերությանը։ Նա քննադատել է վարչապետ Փաշինյանին, նրան անվանելով քաջ Նազար Նիկոլ, մեղադրելով բարոյական ու քաղաքական ձախողումների համար։ Նա նշել է, որ Հայաստանը կանգնած է լուրջ վտանգի առաջ եւ եթե չփոխվի հասարակության վերաբերմունքը, երկիրը կարող է աստիճանաբար հայտնվել Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցության ներքո։ Ես քննարկում եմ, որ ամսի 28-ին մայիսի պատրաստում է ռազմական շքերթ, ինձ թվում է դա անբարոյական է, երբ որ հիմա նույն ժամանակ զինվորները եւ սպաները գտնում են Երեն հիմա եւ գտնում են բանտում Ադրբեջանի շքերթ անցկացնել եւ ես նորից հիշեցնեմ, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով եւ զենքով, կոչումներով եւ տարբեր ձևի ուրիշ բաներով, այլ ամենական ոգով, բարոյական եւ հայրենական ոգով։ Եվ ես կոչում եմ բոլորին, որ իսկապես հայրենասեր է, որ մենք դուք չմասնակցեք այդ շքերթին, որովհետեւ դա անբարոյական է այս վիճակում, երբ որ մեր սպաները ու զինվորները գտնում են ստեղ, դուք անեք շքերթը եւ դա ոչ մի դեպքի թողնում ինձ հանգիստ, որտեղ ես ասում եմ դա անբարոյական է, որ մեր տեղեքստը գտնվելով 6 տարի է մարդիկ ավարտան 6 տարի չունեն հայություն ստանալու ոչ իրաց մոտիկների ֆոտոները, իրաց մոտիկների նամակները, իրաց մոտիկներից շորեր, ուրիշ բաներ եւ դա ոչ մեկ ձևով չի կազմակերպված Հայաստանի կողմից, գլխավոր համատարը, որը պարտություն է գրել, չի անում ոչ մի բան, որ այդ մարդիկ գոնես գան, որ իրաց հետևեցում կկանանց այդ պետությունը։ 5-րդը հիշեք միշտ, որ ամենամեծ վտանգը անտարբերությունն է։ Անտարբերությունը ավելի վտանգավոր է, քան բոլոր ուրիշ թերությունները։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է, որ Թուրքիայից շարունակվում են աջակցող հայտարարությունները Հայաստանի գործող իշխանությունների հասցեին։ Նա անդրադարձել է թյուրքական պետությունների կազմակերպության հիմնադիր քարտուղար դիվանագետ Հալիլ Աքնջլիի հարցազրույցին, որտեղ վերջինս նշել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում միայն Նիկոլ Փաշինյանն է պատրաստ սահմանադրական փոփոխությունների եւ չի խուսափում Սփյուռքի ու եկեղեցու հետ հակադրությունից։ Աքնջլը նաեւ հայտարարել է, եթե սահմանային անցակետի բացումը պարզապես ժամանակի հարց է, ապա ինչ վնաս կա, եթե այն բացվի հայաստանյան ընտրություններից առաջ եւ այդպիսով աջակցություն ցուցաբերվի Փաշինյանին։ Գեղամյանը հարց է բարձրացրել, արդյոք թուրք պաշտոնյաների նման հայտարարությունները նույն քննադատությանը կարժանանան, ինչ այլ երկրների, մասնավորապես Ռուսաստանի շահերից բխող հայտարարությունները։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանի ընտրություններին բացահայտորեն փորձում են ազդել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ՝ Ռուսաստան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, սակայն իր համար հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի ակտիվ ներգրավվածությունը։ Նրա խոսքով ադրբեջանական առաջատար մեդիաներ ռեսուրսներ են ծախսում աջակցելու Նիկոլ Փաշինյանին եւ վարկաբեկելու անդիմությանը, այդ թվում Մարտասամանյան լսարանի համար նյութեր ու տեսանյութեր հրապարակելով։ Հայրապետյանը նշել է, որ նույն հարթակները նաեւ հակաքարոզչություն են իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ։ Նա պնդում է, որ Ադրբեջանը շահագրգռված է Փաշինյանի վերարտադրությամբ, քանի որ վերջինս ըստ նրա պատրաստ է իրականացնել Ալիևի համար շահավետ օրակարգեր։ Գրառման վերջում Հայրապետյանը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ընտրություններին, ընդգծելով, որ երկրի ապագան որոշելու է ժողովուրդը։ Քարոզարշավի սկզբից սկսած Մոսկվայից կոշտ հայտարարություններ են հնչում Հայաստանի իշխանությունների, մասնավորապես Փաշինյանի վարած քաղաքականության դեմ։ Այսօր էլ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն է խոսել, թե Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ դա պետք է ուղիղ ընդունել։ Ըստ Մեդվեդևի Հայաստանի վարչապետին թվում է, թե տարբեր քաղաքական հոսանքների միջև մանևրելով կարող է արևմուտքում իր համար կեղծ հեղինակություն վաստակել, վտանգի տակ դնելով հայ-ռուսական հարաբերությունները։ Բացի այդ, նրա քաղաքականության արդյունքում Հայաստանը կկորցնի ռուսական շուկան եւ ամբողջ ԵԱՏՄ-ն։ Հայաստանի արտգործնախարարությունը հերքել է այս հայտարարությունը։ Արարատ Միրզոյանի խոսքով Հայաստանը շահագրգռված չէ քաղաքական, տնտեսական եւ այլ կապերի խզմամբ ու պատրաստ է պահպանել եւ խորացնել բնականոն հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մեկնաբանելով ռուս բարձրաստիճան պաշտոնյաների նման հայտարարությունները, Միրզոյանը նշել է, որ չի ցանկանում ենթադրություններ անել։ Հայաստանի արտգործնախարարությունը անոնսում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի սրընթաց այցը Հայաստան մայիսի 26-ին հերթական նախընտրական շոու, թե նա խորակարգում է հայ պաշտոնակցի Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Հաջորդ թիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ այն հարցին, թե ինչ հարցեր են ներառված ԱՄՆ պետքարտուղարի այցի օրակարգում եւ ինչ փաստաթղթեր են ստորագրվելու, Միրզոյանը պատասխանել է.
կստորագրենք, կհրապարակենք, կտեսնենք։ Ժամանակին եւ պատշաճ կերպով կտեղեկացնենք։ Հարցին թե արդյոք օրակարգը կապված է թրիփի հետ, նա հավելել է, որ ինքը արդեն ամեն ինչ ասել է։ Միրզոյանը վստահեցրել է, որ ոչ մի գաղտնիք չկա։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի գնահատմամբ Մարկո Ռուբիոյի սպասվող այցը Հայաստան միտված է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը եւ կարող է ուղեկցվել տնտեսական, քաղաքական ու նույնիսկ ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրմամբ։ Կարապետյանի խոսքով քննարկումների օրակարգում կարող են լինել նաեւ տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը եւ ռազմավարական համագործակցության ընդլայնումը։ Նա մտահոգիչ է համարել Atlantic Council-ի հրապարակումը, որտեղ խոսվում էր Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումների հնարավոր մեղմացման մասին։ Իհարկե, ես խիստ կասկածում եմ, որ 907 բանաձևն ամբողջությամբ կչեղարկվի, քանի որ դա լուրջ լծակ է Բաքվի նկատմամբ, որքան էլ Թրամփի վարքագիծն արկածախնդրության շրջանակներում է։ Ես այդ տարբերակը շատ վտանգավոր եմ համարում։ Հայ գերիների ազատ արձակման դիմաց շատ վտանգավոր քաղաքական գործարք կարող է լինել, եթե դա լինի Երևանյան հանդիպման շրջանակներում։ Միջազգային իրավունքի պահանջը չպետք է դառնա բանակցվող մանրադրամ։ Զենք գերիների դիմաց հաշվարկը միանշանակ սխալ է։ Միջազգային իրավունքի պահանջը չպետք է դառնա սակարկության առարկա։ Զենք գերիների դիմաց տարբերակը սխալ քաղաքականություն է։ Չի բացառվում, որ այս գործարքը եւս Միրզոյան-Ռուբիո հանդիպման ժամանակ քննարկվի։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում մեկ շաբաթում կընդունեն այսպես կոչված Սաֆարովի կանխարգելման օրենք, որով նախատեսվում է սահմանափակ Ադրբեջանի քաղաքացիների եւ նրանց հետ կապված անձանց Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու իրավունքը։ Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի եւ Ալիևի պլանավորած 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ բոլոր մեր տնտեսական ծրագրերը անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին։ Դրա համար մենք մեր կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի համար։ Դա մենք կոչել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել մեր տները, նվեր ստանալ մեր հողերը, ինչպես մենք բոլորս տեսել ենք, 240 քառակուսի կիլոմետր միանգամից մեկ օրում նվեր ստացան։ Այսինքն ինչ էլ որ մենք անենք, ինչքան տնտեսությունը փորձենք զարգացնենք, եթե մեր երկրի գլխավոր խնդիրը մենք չենք լուծում, դա արժեք չի ունենալու։ ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026 թվականի զեկույցը խիստ քննադատում է Ադրբեջանին հայկական կրոնական ժառանգության ոչնչացման եւ կրոնական ազատությունների խախտումների համար։ Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում հայկական եկեղեցիները եւ մշակութային հուշարձանները շարունակում են վտանգված մնալ։ 2025 թվականի հուլիսի տվյալներով արձանագրվել է 8 ոչնչացված եւ 10 վնասված կրոնական հուշարձան։ Անդրադարձ կա նաեւ հայ բանտարկյալների իրավունքներին, ըստ հաղորդումների նրանց արգելվում է ստանալ կրոնական պարագաներ, այդ թվում Աստվածաշունչ։ Հանձնաժողովը կոչ է անում Միացյալ Նահանգներին պահպանել Ադրբեջանին հատուկ դիտարկման ցուցակում, կիրառել թիրախային պատժամիջոցներ պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ եւ պայմանավորել ռազմական աջակցությունը մարդու իրավունքների ու կրոնական ազատությունների բարելավմամբ։